Բարևձեզ, այս դասի ընթացքում կքննարկենք հավանականությունները, տարբեր խնդիրներ կլուծենք այդ մասին։ Առաջին խնդիրը հետևյալն է. Արեգը ու Բագրատը գրատախտակին գրեցին երկու բնական թվեր, ընդ որում պարզվեց, որ այդ գրված թվերի գումարը 4 է։ Հարց. որքան է հավանականությունը, որ Բագրատը գրատախտակին գրել է 2։ Ես մի փոքր ժամանակ թողնեմ, դուք մտածեք և կքննարկենք։ Մի քանի տարբեր պատասխաններ արդեն ես ստացա։ Առաջարկում եմ տեսնենք Արեգին, հենց որ իր մասին խնդիրը։ Ես ստացել եմ հավանականությունը 1/3։ Հա, իսկ ոնց է ստացել։ Քանի որ ասում է բնական թվերով նայենք, թե 4-ը ինչ ձևերով կարելի է գումարել։ Կարելի է 3 ձևերով ստանալ։ 1 գումարած 3, 2 գումարած 2 ու 3 գումարած 1։ Եվ Բագրատը այդ 1, 2, 3 թվերից մեկը կարող է գրել։ Կամ կարող է գրի 3, կամ 2, կամ 1։ Կստացվի 1/3։ Իսկ մեկ այլ հարց։ Այն մարդիկ, ովքեր ուրիշ պատասխան էին գրել, իրենք համաձայն են այս դատողության հետ։ Այո։ Ոչ, քանի որ 4-ը և 0-ն եթե գումարենք, դա էլ չէ տարբերակ։ Հա, փաստորեն համարում ես, որ 4 գումարած 0-ն էլ է տարբերակ, նաև 0 գումարած 4-ն էլ է տարբերակ։ 4-ը։ Բայց 0-ն բնական թիվ չի։ 0-ն բնական թիվ չի։ Մենք Հայաստանում համարում ենք, որ բնական թվերը սկսվում են 1-ից, հենց ենք պայմանավորվել։ Երկրներ կան, որտեղ իրականում 0-ն էլ է համարվում բնական թիվ, բայց մենք 1-ն ենք համարում, այս դրամաբանությամբ հավանականությունը 1/3։ Լավ, բայց ես մի ուրիշ լուծում ասեմ, եկեք լսենք այդ լուծումը, տեսնենք ինչն է, որտեղ է սխալը։ Դե, ասում եմ, կա երկու դեպք։ 2 գումարած 2, մեկ էլ մի հատ 1, մի հատ 3։ Այս երկու դեպքերով է կարելի 4 ստանալ։ Հիմա, եթե ուզում ենք Բագրատը 2 գրած լինի, այս դեպքերից մեկում է 2 գրում Բագրատը, մյուսում հաստատ 2 չի գրում։ Առաջին դեպքը, քանի որ ունենք երկու դեպք, առաջին դեպքի հավանականությունը 50%, երկրորդ դեպքի հավանականությունը 50%։ Ինչն եմ սխալ ասում։ Հայկ, Մայիս։ Դե այն, որ 1 + 3-ը 2 անգամ պետք է հաշվենք, մեկը, որ Արեգը գրում է 1-ը, Բագրատը 3, իսկ մյուսը, որ Բագրատն է գրում 1, Արեգը 3։ Ճիշտ է։ Դա ասել կարգավորված զույգ է, ոչ թե ուղղակի բազմություն, որ գրել են գրատախտակի վրա։ Շատ ճիշտ է։ Այս դեպքերը առաջին լուծումով իրարից տարբեր են։ Ու պետք է տարբեր լինեն, որովհետև իրականության մեջ Արեգը 1 է գրել, Բագրատը 3, թե Արեգը 3 է գրել, Բագրատը 1, իրարից տարբեր բաներ են։ Երբ որ մենք հաշվում ենք հավանականությունը, մենք ոչ թե մեր ուզածով բաժանում ենք ինչ-որ դեպքերի, ասում ենք, հա, այս դեպքը հավասար է հավանական է այն մյուս դեպքին։ Ոչ, մենք կոնկրետ նայում ենք իրական ինչ կարա տեղի ունեցած լինի, եթե այդ տեղի ունեցած բոլոր դեպքերը իրարից տարբերություն չունեն, ասում ենք, որ հավասարահավանական են, օրինակ այս դեպքերը բոլորը հավասարահավանական են, որովհետև տարբերություն չկա, թե ոնց կլինի։ Ու այդ տրամաբանությամբ այս երկրորդ լուծումը սխալ է։ Լավ, եկեք մի հատ փոխենք խնդիրը, հետաքրքիր է ինչ կստացվի։ Էլի Արեգն ու Բագրատն են, էլի գրում են երկու թվեր, բայց ոչ թե բնական,
այլ ոչ բացասական, այսինքն 0-ն էլ է թույլատրվում հիմա գրել։ Հետո ոչ բացասական, բայց շատ մեծ չլինեն, օրինակ ոչ բացասական 10-ից փոքր թվեր։ Պարզվում է, որ դրանց ոչ թե գումարը 4 է, այլ արտադրյալը 0 է։ Որքան է հավանականությունը, որ Բագրատը գրատախտակին գրել է 2։ Լավ, եկեք սկսենք մի տարբերակ քննարկել, ով կուզենա ասել, թող ձեռք բարձրացնի, իր տարբերակը քննարկենք և հետո հասկանանք։ Լիլի, կուզենաս։ Այո, Արեգն ու Բագրատը գրատախտակին գրեցին երկու ոչ բացասական 10-ից փոքր թվեր։ Պարզվեց, որ այդ արտադրյալը 0 է, որքան է հավանականությունը, որ Բագրատը գրատախտակին գրել է 2։ Մենք քննարկեցինք նաև այն խնդրում այս նմանատիպ խնդիր, նմանատիպ տարբերակ, և 0-ից 1 դա այսինքն 9 թիվ կլինի։ Ու քանի որ 9 հատ թիվը, բնականաբար որպեսզի արտադրյալը 0 լինի, ուրեմն մեկը պետք է լինի 0 և թե Բագրատը 2 գրի, ուրեմն մեկը պետք է լինի 2, մեկն էլ 0։ Ստացվում է 2 անգամ 0-ի դեպքում նոր կլինի 0, եթե Բագրատը գրի 2։ Այդ դեպքում կլինի 1 9-րդ։ 9-րդ, իսկ 9 որտեղից ենք ստանում։ Ես կարող եմ ենթադրեմ, որտեղից ենք ստանում 9, բայց պետք է կուզենայի դու ասես։ Մի հատ էլ կկրկնեք ձեր հարցը։ Որ ասեցիր 1 9-րդ, այս 9 որտեղից։ Իրենց թվերի քանակը, թե քանի հատ կարանք անենք, որ արտադրյալը 0 լինի։ Կարող է 10։ Դե օրինակ, եթե 0 անգամ 1, 0 անգամ 2, 0 անգամ 3, տենց շատ տարբերակներ կա, որ 10-ից փոքր լինի ու ոչ բացասական, բայց արտադրյալը լինի 0, ու դրանցից հենց մեկը 2 անգամ 0-ն ենք վերցնում, կլինի 1 9-րդ, այսինքն 0 անգամ 1, 0 անգամ 2, հա, տենց, ու 9 հատ տենց էլի գրենք, եթե 0 անգամ 2 լինի, կլինի 1 9-րդ, դրանցից 1։ Լավ, ես դրանք ավելացնեի, որ կա նաև 0 անգամ 0։ Վերևում գրենք 0 անգամ 0-ն էլ է հնարավոր տարբերակ։ Այսինքն այդ դեպքում արդեն 1 10-րդ կլինի։ Հա, բայց նաև 0 անգամ 3, այստեղ գրենք մինչև 0 անգամ 9։ Ես կարմիրով նշել եմ այն տարբերակը, որը մեզ պետք է։ Սա միակ տարբերակն է, երբ որ արտադրյալը 0, Բագրատը գրել է 2 թիվը։ Դա մեզ պետքական տարբերակն է։ Իսկ այն մնացածում այն տարբերակներն են, որ արտադրյալը 0 է, բայց Բագրատը 2 չի գրել։ Հիմա հարց բոլորին։ Կա արդյոք ուրիշ տարբերակ, որ արտադրյալը լինի 0։ Այո, կա։ Այո, կա, դե ասա որոնք են։ Այս 9 տարբերակներից 9 տարբերակների հակառակը 0 1-ը 1 0, 2 0 2 0, 0 2 2 0, 3 0, 0, բացի 0-ից, որովհետև 0 0 2-ի մոտ է կրկնվում։ Հիմա եթե մեզ գալիս են, ասում են Արեգն ու Բագրատը ինչ որ թվեր էին գրել 0-ից 9 միջակայքից, արտադրյալն 0 էր։ Մենք չգիտենք ինչ ա եղել կոնկրետ թվերը, բայց գիտենք, որ այս տարբերակների մեջ է։ Քանի տարբերակ եղավ։ 1 19-րդ, Եղավ 19 տարբերակ, 10 տարբերակ այստեղ, 9 տարբերակ էլ այստեղ։ Բայց ինչու անցած անգամ, երբ որ մենք դիտարկեցինք 1 ու 3-ի դեպքը, 1 3 մի բան է, 3 1-ը ուրիշ բան է, ինչու։ Հա, այստեղ էլ 0 1-ը մի բան է, 1 0-ն ուրիշ բան է։ Մեկ էլ ընդեղ 2 Ես անգամ 0 0-ի 0-ը մասին եմ։ կարա հաշվենք։
Երկու անգամ 0-ն էլ գրված չի, որ պարտադիր 0-ն պետք է առաջինը բազմապատկենք։ Այդ դեպքում երկու հավանականություն կլինի։ Բայց այս երկրորդ թիվը ես գրում եմ Բագրատի թիվը։ Զնես առաջին թիվը Արեգն է գրել, երկրորդ թիվը Բագրատն է գրել։ Այստեղ էլ առաջին թիվը Արեգն է գրել, երկրորդ թիվը Բագրատն է գրել։ Այսինքն մեզ պետք է, որ այս դեպքերից այն դեպքը, երբ որ Բագրատը գրել է 2, այստեղ 0-ներ է գրել աջ շարքում, իսկ ձախ շարքում մենակ մի տեղում է Բագրատը գրել 2։ Ընդհանուր Այսինքն 19-ներ, 19-ներով։ մենք 19-ներորդ։ Բայց ոնց որ թե Հայկը ինչ որ բան էր ասում, կիսատ մնաց։ Բայց չի կարա Արեգը 0 գրի, նոր Բագրատը 0 գրի։ Էսա, այս դեպքն է։ Հա։ Իսկ եթե Բագրատը սկզբի 0 գրի, հետո Արեգը Նույն բանն է։ Մենք տեղերը փոխվեն։ Չէ, մենք իրանց գրելու հերթականությունը չենք նայում։ Արեգը գելա, գրետախտակին գրել է մի հատ թիվ, Բագրատը կետ է դրել, կողքը մեկ ուրիշ թիվ է գրել։ 0-0։ Այն մյուս 0-0-ն նույն բանը չի։ Ես տեսնում եմ մարդիկ կան, ովքեր ձեռք են բարձրացրել։ Ինչ որ հարցեր կամ նոր բան ունեք ասելու։ Հա, Արեգ։ Դե որը կա, որ ոչ բացասական, կարա 10-որդական կոտորակներ էլ լինի, չէ։ Հա, ես այստեղ լավ չձևակերպեցի, այդ նկատի չունեի, նկատի ունեի ամբողջ թիվ, այսինքն կարելի էր գրել ուղղակի 0-ից 9 ամբողջ թիվ, հա, Հա։ 0-ից 9, սենց բազմությունից։ Լավ, մի վերջնական հարց ես խնդրի վերաբերյալ, որքան է հավանականությունը, այսինքն ես չգիտենք, որ արտադրյալը 0 է, այս պահանջը մոռանում ենք, իրանք ուղղակի երկու թվեր են գրել, 0-ից 9 մինչակայքից, մեզ հետաքրքրում է, որքան է հավանականությունը, որ թվերի արտադրյալը կլինի 0։ Այս հարցին պետք է արագ պատասխանեիք։ Մենք արդեն հաշվել ենք, թե քանի դեպքով է հնարավոր, որ թվերի արտադրյալը լինի 0։ Հիմա մեզ պետք է գտնել ընդհանուր, քանի դեպք է հնարավոր, որ իրանք ուղղակի 0-ից 9 միջակայքից թվեր գրեն։ Գիտենք, որ համարիչում 19 է, ընդհանուր դեպքերի քանակը, որոնք մեզ հետաքրքրում են, պետք է գտնել համարիչում, ավելի ճիշտ հայտարարում, դեպքերի քանակը, այսինքն բոլոր հնարավոր դեպքերի քանակը։ Մայիս հասկացել ես։ Այո։ Բայց ոնց որ հայտարարդ մի քիչ ճիշտ չի, ես տեսակը գրած է, մի հատ ուղի։ Միքայել, կասես ինչու ես ստացել 19-90-ը։ Դե որովհետև այստեղ ասում է Արեգն ու Բագրատը գրատախտակին գրեցին 0-ից 9 բազմությունից թվեր, որքան է հավանականությունը, որ թվերի արտադրյալը կլինի 0, այսինքն մենք բոլոր թվերի հետ պետք է բազմապատկենք ու գիտենք, որ նույն թիվը նույն թվի հետ չպիտի բազմապատկենք, հա, նույն թիվը նույն թվի հետ չենք բազմապատկում։ Չգիտենք դա։ Ես մտածում էի, որ դու տենց համարած կլինես, բայց իրականում այստեղ ոչ մի պայման չկա։ Չի ասում, երկու տարբեր թվեր են գրել։ Արեգը ունի գրելու այսքան տարբերակ, քանի հատ 10։ Հա, 10։ Հա։ Իսկ Բագրատը Բագրատը հա, նույնպես։ Բագրատը նույնպես 10 տարբերակ, այսինքն ընդհանուր իրար հետ գրելու քանի տարբերակ ունեն։ Հա, 100։ 10 անգամ 10։
Օգտվում ենք արտադրյալի սկզբունքից, որը դուք անցել եք։ Եթե Արեգը ունի 10 ընտրություն, Բագրատը 10 ընտրություն, ուրեմն իրանք իրարից ունեն 10 անգամ 10 ընտրություն։ Այսինքն ստացվում է 1900-ը 1900-րդ։ 100 հատ դեպք էր հնարավոր, այդ 100-ից մեզ հետաքրքիրում է այս 19 հատը։ Հարցեր կան, բոլորն են համաձայն այս բնման հետ։ Մայիսը համաձայնա, որտեղ վերջապես գրել էր դա։ Հավ իսկ մարդ կա, որ կուզենա ինչ-որ ուրիշ բան ասի, այս խնդրեք կապված, ուրիշ լուծում, ուրիշ մտքեր։ Հա, արեք։ Դե այդ լուծումին նման է, ես սենց էի լուծել։ Ուրեմն մոռանանք, որ նախորդը լուծել ենք, որը 1/19-րդ էր հավանականությունը, էլի։ Տենց սկզբից հաշվել եմ, ստացել եմ 100, հետո հաշվել եմ, թե ինչքան տարբերակով կարելի է 0 ստանալ արտադրյալը։ 19-ներ ու դրել եմ։ Հա։ Ըստ էության նույն բանն էր, էլի։ Հա։ Լավ։ Գնանք մյուս խնդրին։ 6 քարտերի վրա գրված են 1-ից 6 թվերը։ Ինչքան է հավանականությունը, որ պատահական ընտրված 2 քարտերի վրա գրված թվերի արտադրյալը կենտ է։ Էլի մի քիչ մտածեք եւ քննարկենք։ Եկեք քննարկենք, ով կուզենա ասել, թող ձեռք բարձրացնի։ Հայկ, Ես ասում եմ, որ քարտերի վրա 1-ից 6 թվերն են գրված, երկու քարտ ենք հանում, առաջին քարտը կարող է լինել կամ կենտ, կամ զույգ։ առաջինը կենտ կամ զույգ։ Նաև մենք տեսնում ենք, որ եթե մենք ուզում ենք, որ արտադրյալը լինի կենտ, ապա պետք է ունենանք երկու կենտ թիվ։ Ուրեմն մեզ պետք է այն դեպքը, երբ որ երկու քարտերն էլ կենտ են։ Ճիշտ է։ Հետո Դեպքերն են զույգ-զույգ, կենտ-կենտ, կենտ-զույգ։ Ու մի հատ էլ զույգ կենտ են։ այսինքն առաջին դեպք, առաջին քարտը զույգ, երկրորդ քարտը զույգ, երկրորդ դեպք, առաջին Կենտ։ քարտը զույգ, առաջին քարտը կենտ, երկրորդը զույգ, Այո։ երրորդ Երրորդ դեպքը երկու հատ կենտ երկու հատ կենտ եւ Եվ երրորդ շարքը զույգ հետո կենտ։ Ինչ ենք նկատում, միայն մի դեպքն է այս 4-ից բավականացնում մեր պահանջներին, դեպք համար 3-ը։ Այդ պատճառով բավականությունը 1/4 է կամ 25%։ լավ, բայց մենք անցած խնդրում հիշում եք, չէ՞, ես ինչ ասացի։ Դեպքերը մենք մերոնցով չենք որոշում, դեպքերը պետք է դիտարկել բոլոր հնարավոր ելքերը իրավիճակի։ Հիմա այս ասելուց հետո ով կարա ասի ինչն է խնդիրը այս լուծման։ Հա, խնդիրը այն է, որը այստեղ ճիշտ կլիներ, եթե զույգ ու կենտ թվերից մի ներկայացուցիչ լիներ, բայց ամեն մեկից 3 հատ է։ Ամեն մեկից 3 հատ, այսինքն ունենք կենտ թվերից ներկայացուցիչ 1-ը, 3-ը, 5-ը, Այսինքն կարա կենտ անգամ կենտում տարբեր թվեր լինի։ Օրինակ 1-5 կամ 1-3։ հա, զույգ անգամ զույգում էլ կարա տարբեր թվեր լինի։ Հա, դրա համար սխալ է ստացվում, էլի։ Չէ, բայց ինչի։ Բայց ես ճիշտ եմ գտել, տենց եմ գտել ուղղակի ուրիշ լուծման ձևով։ Այդ քննարկենք, այս մեկը քննարկելուց հետո լավ։
Բոլոր կենտ թվերի արտադրյալը կենտ է, իսկ զույգ թվերի արտադրյալը զույգ։ Հասկացա։ Եկեք գրենք բոլոր հնարավոր ելքերը։ Դեպքերը 12-ն են կարգավորված երակի։ 12-ն։ Մենք ընտրում ենք 1-ից 6 թվերից պատահական զույգ, չէ՞։ Կարանք ընտրենք օրինակ, գրեմ այստեղ, կարանք ընտրենք 1-2-ը, դա կլինի երկրորդ դեպքի համար, չէ՞։ Ընտրել ենք 1-2, գրեմ իրար կողք, առանց ստորակետի բանի, 1-2, կարանք ընտրենք 1-3, դա որ դեպքի տակ կլինի, դե լավ ասեք, եթե ընտրել ենք 1 ու 3, այս նշված 4 դեպքերից, որ դեպքի նա համապատասխանում։ Երրորդ, Երրորդ, երկուսն էլ կենտ են, չէ։ 1-4-ը երկրորդ, 1-5-ը երրորդ, 1-6-ը երկրորդ։ Հիմա հաշվենք, գրենք մյուս դեպքերը, 2-1-ը, 2-1-ը որտեղ է, չորրորդում, չորրորդում, 2-1, 2-2-ը, այստեղ, առաջինը, 2-3-ը չորրորդում, 2-4-ը այստեղ, 2-5-ը այստեղ, 2-6-ը այստեղ։ 3-ով հիմա, 3-1-ը, նույնպես երրորդ, 3-1-ը երրորդում, 3-2-ը այստեղ, 3-3-ը 3-3 չի կարելի, այսինքն 3-4-ը այստեղ, 3-5-ը այստեղ, 3-6-ը այստեղ։ Հասկանալի է ինչ եմ անում։ Կամ մարդով հարց ունի։ Չէ, դե ուրեմն մի րոպե ժամանակ բոլորին փորձեք այս տվյալները լրացնենք։ Ես էլ ձեր հետ լրացնում եմ հիմա։ Ուղղակի չեմ մեկնաբանի, փորձեք ինքնուրույն լրացնել։ Լրացրեցինք, կարող ենք արդեն քննարկել։ Ինչ ունենք, զույգ, հնարավոր է այն ժամանակ, երբ որ 2-4-2-6 են գրում, կամ 4-2-4-6, կամ էլ 6-2-6-4, քանի եղանակ եղավ, 6, 6, շնորհակալություն, կենտ զույգ ունենք 1-2-1-4-1-6, 3-2-3-4-3-6, 5-2-5-4-5-6, քանի եղանակ 9, երորդ դեպքը, կենտ, ունենք 1-3, 1-5, 3-1-3-5, 5-1, 5-3, քանի եղանակ, 6, և վերջին դեպքը քանի եղանակ ունենք, 9, էլի 9, հիմա սա գրեցինք, որպեսզի համոզվենք աչքների սերևա, բայց իրականում կարելի է անել արտադրյալի սկզբունքով։ Արտադրյալի սկզբունքով, եթե ուզում ենք մի թիվ վերցնել զույգ, հետո էլի զույգ, առաջին ընտրությունը կարող ենք անել քանի եղանակով, 6, չէ, զույգ ենք ուզում, 3, երկրորդ ընտրությունը, 2, եթե իրարից 2, տարբերն է։ ասենք ունենք 2, 4, 6 թվերը զույգերից, ընտրում ենք միաձույգ, ասենք 4-ը, հիմա 2-6-ից էլ պետք է ընտրենք հաջորդը, 4-2։ Իսկ երբ որ ընտրում ենք կենտ ու զույգ, ստեղ լավ է նա, որ կենտն ու զույգը իրար չեն խանգարում։ Առաջին ընտրությունը անում ենք 3 եղանակով և ընտրում ենք կենտ, ընտրում ենք կամ 1, կամ 3, կամ էլ 5։ Իսկ երկրորդ ընտրությունը անում ենք էլի 3 եղանակով, ընտրում ենք զույգ։ Նույն բաները տեղի են ունենում հաջորդ դեպքերում, չէ՞։ Արդյոք այս բոլոր դեպքերը հավասարահավանական են։ Ոչ,
Ոչ, հավասարահավանական չեն, այս մի դեպքը, առաջին դեպքը և երրորդ դեպքը ավելի քիչ հավանական են, որովհետև ավելի քիչ դեպքեր են ուղղակի, քանակով ավելի քիչ դեպքեր են։ Բայց թվում է, թե երբ որ այս ամեն ինչը չեն գրում, մենք ինքներս մեզ որոշում ենք խմբավորել առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ դեպք, թվում է, թե հա դե հավասար պետք է լինեն, ամեն մեկը 1/4։ Բայց պետք է հիշել որտեղից են այս դեպքերը, ինչ հնարավոր ելքեր կան մեր փորձի։ Այս ելքերն են։ Ու երբ որ գրում ենք, տեսնում ենք, որ իրականում երրորդի հավանականությունը հավասար է 6, համարիչում 6 են գրելու, որովհետև 6 եղանակ կա, չէ, երկու հատ ենք գրելու։ 1, 3, 1, 5, 3, 1, 3, 5, 5, 1, 5, 3։ Բա հայտարարում ինչ պետք է լինի։ 36 36 կլինի, եթե մենք թույլատրենք, որ նույն թիվը գրվի երկու անգամ։ Բայց մենք չենք, քանի որ քարտերի վրա են գրված թվերը, մենք չենք կարող երկու անգամ 6 գրված քարտը վերցնել։ Այսինքն, քանի որ դրանք թույլ չեն տրվում, մենք առաջին քարտը կարող ենք ընտրել 6 եղանակով, հաջորդ քարտը կարող ենք ընտրել 5 եղանակով։ Այսինքն 5 անգամ 6, 30։ Կամ կարող եք բռնել այս բոլոր դեպքերը գումարել իրար, ինչա, 6, 9, 6, 9, գումարը տալիս է էլի 30։ Այսինքն գրենք 6-ը բաժանած 6 գումարած 9, գումարած 6, գումարած 9-ի։ Կրճատումից հետո պատասխանը ստացվեց 1/5։ Համաձայն եք։ Այո, Լավ, իսկ ինչ որ հարցեր կան, ինչ որ բան չկան, դե եկեք անցնենք այս խնդրին։ Ունենք երկու տարբեր այսպես տորթեր, որոնց մասերի վրա գրված են թվեր։ Պատահականորեն ընտրում ենք թիվ առաջին տորթից և երկրորդից։ Ընդ որում առաջին տորթի թիվը բազմապատկում ենք 10-ով ու գումարում երկրորդին։ Օրինակ, եթե ընտրել ենք 6 և 1 թվերը, 6-ը բազմապատկում ենք 10-ով և գումարում երկրորդին։ Ստացվում է 61։ 61-ը թվի քառակուսի չէ, ոչ մի թիվ չկա, որը բազմապատկենք ինքնիրանով լինի 61։ Հիմա հարցը հետևյալն է. որքան է հավանականությունը, որ այս կազմված թիվը կլինի թվի քառակուսի կամ լրիվ քառակուսի։ Եկեք արդեն քննարկենք։ Միքայել, կասես լուծումդ։ դե այստեղ պետք է առաջինը հաշվենք, թե քան ընդհանուր տարբերակ կա, դրա համար մենք 4-ը պետք է բազմապատկենք 4-ով, քանի որ ամեն կլորի մեջ կա 4 հատ վանդակ, ընդհանուր ստացանք 16 տարբերակ։ Այնուհետև պետք է հաշվենք, թե որ թվերի արտադրյալն է, դե որ թվերի արտադրյալն են 10, բազմապատկենք 10-ով ու գումարենք 1, դառնում լրիվ քառակուսի, դրա համար պետք է նայենք բոլոր տարբերակները, և այստեղ ես նկատել եմ, որ 8 բազմապատկենք 10-ով և գումարենք 1 կստանանք 81, որը հավասար է 9-ի քառակուսի, և նկատել եմ, որ 8 բազմապատկենք 6 բազմապատկենք 10-ով և գումարենք 4, ստանում ենք 64, որը հավասար է 8-ի քառակուսի։ Այս երկու նկատել, դրանից էլ հետևեց, որ 2 16-րդ Երկու հավանականությունը, տարբերակներ։ որն էլ կրճատում ենք, ստանում ենք 1 8-րդ։ Ճիշտ է, իսկ ինչի մյուսները չեն ստացվում, ոնց ես համոզվել, հերթով փորձել ես։ Հա, Դե արի մի հատ փորձենք իրար հետևել։ 51-ը, 51, ոչ, 5 անգամ 10 գումարած 1-ը ստացվում է 51։ mhm, Լավ,
թվի քառակուսի չի։ 52-ը նույնպես 5 անգամ 10 գումարած 2, 53-ը, 53-ը։ 54-ը, Իրականում, որ առաջին թվանշանը բազմապատկում ենք 10-ով գումարում ենք երկրորդ թվանշանը, ուղղակի ստացվում է այդ երկու թվանշանները իրար կցագրել։ Սրանցից ոչ մեկ լրիվ քառակուսի չէ։ Հա, հետո է մյուս տարբերակները որոնք են։ հետո 61-ը, Ահա, 62-ը, 63-ը եւ 64-ը, որը մենք գրեցինք։ Այնուհետև 71-ը, 72-ը, 73-ը, 74-ը։ Այստեղից ոչ մեկ թվի քառակուսի չի։ Եվ 81-ը, որը մենք արդեն գրեցինք, 82-ը, 83-ը, 84-ը։ Այստեղից էլ ոչ մեկ։ 81-ը։ Հա, երազանց։ Դե իրականում գիտենք այս թվերի քառակուսիները որոնք են։ Մինչև 50 49-ն է, հետո հաջորդը սա 49-ը 7-ի քառակուսին էր, հաջորդը պետք է լինի 8-ի քառակուսին 64-ն է, հաջորդը պետք է լինի 9-ի քառակուսին 81-ն է։ Ու 10-ի քառակուսին արդեն 100 է ստացվում։ Այսինքն մեզ այս միջակայքից այս հետաքրքրող մենակ 8-ի ու 9-ի քառակուսիներն են, որը ինձ ասեցինք։ Այսինքն պետք է խնդրի ձևակերպումը չշփոթացնի։ Գիրենք բոլոր հնարավոր տարբերակների քանակը, հաճախ դա արտադրյալի սկզբունքով է լինում։ Լինում է ինչ որ երկու թիվ բազմապատկած իրար կամ մի քանի թիվ քանակը հաշվում ենք եւ պետք է մեզ հետաքրքրող արդեն հենց կոնկրետ հարցին համապատասխանող թվերի քանակը գիրել եւ հարաբերել իրար։ Դե այսօրվա համար այսքանը ավարտենք դասը։ Հաջողություն։